Ասենք Պարտիրոջը եղբայրներ քույրեր սրտանց շնորհակալ եմ Աստվածանից այսօրվա համար, այսօր որ ձեզ հետ միասին երկրպագում ենք մեր Տիրոջը փառավորում, թող իր շնորհքը ավելանա մեր եղբայրներ քույրեր ջան, իր սուրբ անունը փառավորվի։ Ես որ գալիս էի ճանապարհին Իջևանից մի տատիկ թորնիկի հետ վերցրեցի, հետս եւ բերի մեր ճանապարհին միջև այս Մալականների գյուղը վերեցի։ Ճանապարհին որ զրուցում ենք հավիտենական կյանքի մասին որ խոսացի, տատիկ ասեց, «Էդ ինչ ես ասում, միթե այդպիսի բան կա», ասեցի, «Հա կա»։ Ու ես պատմեցի Աստված ինչպես է ինձ տարել եւ ցույց տվել այդ երկնային Երուսաղեմը։ Ես երբ որ նոր ապաշխարում էի, չի հավատում հավիտենական կյանքի, ինձ համար շատ դժվար էր դա։ Չի, եղբայրները ասում են, բայց չի կարող ընկալեմ։ Գուրգեն եղբայրը բժնից որ գալիս էր մեր տանն էր մնում, մայրս միշտ բերում էր տուն եւ իրիկունները զրուցում են, գիշերը մնում էր, առավոտյան նորից գնում ուրիշ տարածքներ։ Ու տենց մի անգամ ես դեռ չի ապաշխարում լուրջ, երբ որ թե գիշերը երազ տեսա, առավոտ որ վեր կացա, իրան պատմեցի, ասեցի որ ուզգացի սա ուրիշ երազ, համարքային երազ չէ, որ պատմեցի, երազումս մի ինքնաթիռ եմ վարում ու խոսքեր կա գրած այդ առաջին դրած ինքնաթիռի իջնում եմ ներքև, ժողովուրդը հենց որ տեսնում են ձեռքերը բարձրացնում են ու Աստծուն փառավորում են, Աստված են կանչում։ Իջնում եմ, բարձրանում, նորից իջնում այդպես, եղբայրը ասեց Աստված քեզ ավետարանիչ է պատրաստել։ Ու ես ծիծաղեցի, ասեցի ինչ ավետարանիչ, ասեց ծունկի եկա, ձեռքը դրեց գլխիս ու այնպեսի մի հատ զորություն իջավ, ամբողջ մարմնովս այսպես դող իջավ։ Այդ օրվանից այնպես փոխվեցի, ես զգացի, որ մեծ փոփոխություն իմ ներսում տեղի ունեցավ։ Հիմա եկել է խնդիրը հավիտենական կյանքը չեմ կարող ընկալեմ։ Դարձյալ Տերը ուրեմն գիշերը երազով տարավ ինձ, ցույց տվեց երկնային Երուսաղեմը։ Գիշերն տենց 3-ի կողմերը կլներ տենց։ Ես մարմնիցս դուրս եկա եւ իր ձեռքերի մեջ եմ, իրան չեմ տեսնում, միայն իր ձայնն եմ լսում։ Ասեցի Տեր, զգում եմ, որ ինքը էլ չի էլ ինձ հարցնում, ինձ տանում է։ Ասեցի Տեր, ու արդեն առաստաղի մոտ ենք, ասում Տեր, բա ընտանիքս, ասեց միջև մեր վերադառնալը իրանք խաղաղ կմնան։ Այս խոսքերը որ ասեց, ոնց որ մի հատ օվկիանոս խաղաղությունն է, ես կյանքումս այդքան արխայնացած չի։ Ու ինքը տարավ ինձ, մեծ արագությամբ գնում ենք, այդպես թունելի միջոցով, մեկի ասեց միտեղ, ասենց ուզում եմ ձախ նայեմ, ասեց իմ վրա բարկացավ, ասեց աչ նայ, ասեց, այդտեղ մասու բաժին չունես դու։ Ուրեմն այդ ձախ կողմի վրա շատ մռայլ էր ու տենց թույլ ճրակներ էր, ասեց մի նայ, այս կողմ արի։ Ու այդպես անցանք մեծ արագությունով, եկանք հասանք երկնային Երուսաղեմը։ Երկնային Երուսաղեմը ուրեմն Տիրոջ ներկայությունը ցույց տվեց Տերը, թե ինչ քաղաք է մեզ համար պատրաստել։ Ես չեմ կարող դա այդ ամենը փոխանցեմ, ոնց որ Պողոս Արաքյանն ասում, անպատմելի է, իրապես ես իրոք չեմ կարող խոսքերով այդ ամեն ինչը փոխանցեմ, որ գրված է Հայտնության 22-րդ գլխում, իրապես երկնային Երուսաղեմը։ Ինքը ինձ այդպես մանած է, ձեռքիցս բռնած ու հատակը ոսկի էր, թափանցիկ, ոնց որ ապակուն նման, բայց ոսկի էր։ Ու մենք դրա վրա քայլում ենք այդպես։ Ասեցի Տեր, թող մնամ, հիմա ինքը ուզում է ինձ հետ բերի արդեն։ Ասեց տես, սա ձեր բնակարանները, որ պատրաստված է, շատ գեղեցիկ էր։ Դռները, պատուհանները, ամեն բան շատ գեղեցիկ էր, շենքերը։ Ասեց հիմա մենք պետք է վերադառնանք։ Ասեց ինչ կլինի, խնդրում եմ, հիմա ոտներն եմ ընկել, աղաչում եմ։ Ասում եմ մեքենաս էլ կտամ, վերջը ինչ չունեմ, ասում եմ կտամ։ Մենակ խնդրում եմ, թող էլ ինչ կլինի, թող մնամ ստեղ։ Ասեց չէ, մենք պետք է վերադառնանք։ Ես նորից եմ աղաչում, ոնց որ այդ թոկը անասունի վիզը գցած քաշում են տանում, այդպես ոնց որ կաթը որ բանի ժամանակ հորթը որ բան անում, չէ, քաշում են կտրում, այդպիսի տպավորությունով ոնց որ ինձ քաշեց, այդպես տարավ, չէի ուզում գամ։ Հետո եկանք, վերադարձանք, հիմա գալիս ենք, արդեն զգում եմ եկել ենք մոտիկանում ենք երկիր մոլորակին, ու քանի մոտիկանում ենք, այսպես ծանրություն եմ զգում։ Մի խոսքով եկանք ու մտա ես մարմնից մեջ, ոնց որ մեր մարմնից մի հատ սարը պրոստինք, ցեն այդպիսի զգացողություն է, ու տեղից ես վեր կացա, գնացի պատուհանի մոտ։ Պատուհանի մոտ գնացի ու երկինք եմ նայում։ Այնպիսի սուք ա մտել մեջս, մոտ 3 ժամ համարյա լացել եմ։ Կինս եկել ասում է ինչ ա պատահել։ Չեմ կարող, ոչ ուզում եմ մեկի հետ խոսամ, ոչ տեսնեմ որ է մեկին, ոչ մի իր այնքան տհաճ է, մենակ երկինք եմ նայում, որ կարողանում եմ մի քիչ այս թնգթնգոցս մի քիչ կարող եմ հանդարտվեմ։ Այդպես խոսքով տենց շատ ոնց որ մի մեծ բան կորցրած եք ասում, այդպես տենց
3 օր ես աշխատանքի չգնացի, գնում էի այդպես շորեր չէի փոխում, նորից գալիս էի, ձեռքովս ոչինչ բան չէր գալիս այդպես։ Ու այդպես Աստված ասեց, որ ասեց դեռ ժամանակը չի ասեց, ապաշխարեցեք ասեց, ու ասեց ես ձեզ պիտի երկինք տանեմ, փառավորվի Տերը։ Տերը փառավորվի, Աստված մեզ համար հավիտենական կյանք է պատրաստել։ Այդ տատիկը որ լսեց, ասեց այդ ինչ ես ասում, միթե այդպիսի բան կա, ու ես այս վկայությունը պատմեցի, որ Աստված ինձ տալու է ցույց տվել, այնքան է ուրախացել, ինձ հետ զրուցում է, բայց տեսնում եմ դեմքն էլ է փոխվել ուրախությունից։ Չէ, աղոտ կարեցինք ու այդպես իջեցի։ Աստված մեզ իրապես ինչքան է սիրել, ինչքան է մեզ ներում, ինչքան ողորմած Աստված է, ինչքան է համբերում եղբայրներ քույրեր, այն որ նայում եմ անցած կյանքին իրապես ինչքան եմ Տիրոջը վշտացրել, ինչքան եմ ցավ պատճառել, բայց դարձյալ Տիրոջ ողորմած ձեռքը տեսնում եմ դարձյալ իմ վրա, փառք իր մեծ անմանը, ես շնորհակալ եմ Տիրոջից, եղբայրներ քույրեր ջան։ Ես մի քանի խոսք ուղղակի կուզեմ այդպես միասին այսպես նայենք ավետարանից, որ կարծում եմ բոլորիս համար սա անհրաժեշտ է։ Ես Մամիկոն եղբայրից եմ սովորել, ասում միշտ ես էլ եմ ասում, ինձ համար եմ ասում եւ բոլորիս համար եմ ասում, որ այս խոսքերը իրոք կյանքի խոսքեր են։ Ես որոշակի անհոգության մասին եմ ուզում պարզապես հիշենք, որ իրապես ինչքան կարևոր է։ Ես էլ իմ կյանքում դրվագներ եղել, որ իրոք եղել եմ, անհոգ եմ եղել, ու զգացել եմ դրա հետևանքը, արդյունքը, ու հիմա այս վերջի ժամանակների մեջ որ այդպես այս անհոգության խնդիրը ոնց որ զգացում եմ, որ եկեղեցու մեջ որոշակի կա, ու այդպես ես էլ աղոթք եմ անում, ինձ խոսք եղավ այդպեսի, այդ աղոթքի ժամանակ այդ անհոգության խոսք եղավ, ասեց, որ եթե ինձանից հաց ուզեք, միթե ես օձ կտամ, Աստված միտքս բացեց, ուրեմն պետք է աղաչել Տիրոջը, աղոթել, եթե այդ անհոգությունը կա, ինքը այդ ամենը հարցերի լուծումը կարող է տա, փառավորվի իր մեծ անունը։ Դրա համար ես ուզում եմ հիշեցնեմ Սուրբ գրքից մի քանի տեղ, ձեզ բոլորից ծանոթ է, եւ 10 կույսերի առակը, եւ հիշում եք այդ նաեւ Եզեկիելի մարգարեության մեջ Սոդոմ Գոմորի մեղքի մասին որ ասում անհոգություն, հացի կշտություն եւ աղքատին էլ ասում հոգ չարեցիք, այդպիսի խոսքեր ասում Տերը։ Բայց ես ուզում եմ կանգ առնենք Ելից գրքի ուրեմն 5-րդ գլխում, այստեղ ուրեմն սա գրված է հենց Իսրայել ժողովրդի որ պետք է դուրս գար արդեն այդ գերությունից, սա ես իմ անձնական կարծիքն է, սա հափշտակության խորհուրդն է, հափշտակությունից առաջ ոնց որ հակառակորդ այդ ծանրությունները պետք է դնի, ու այդպես էլ եղավ, Փարավոնը ասեց սրանք այսքան ժամանակ ունեն ու իրանց վրա էլ վերջը, բերեք այսքան լուծեր դրեք, ես չեմ ուզում կարդամ ժամանակի առումով, եւ այդպես էլ արեցին, ծանրություն, այդ ծանրություն դրին, որպեսզի նրանք իրանց այդ աստծուն չգնան երկրպագել։ Իրոք այդ ծանրությունները ցավոք սրտի շատ կա, եղբայրներ քույրեր ջան, ու երբ որ կարդում ենք Սերմնացանի առակի մեջ էլ 13-րդ գլխի մեջ Սերմնացանի 22 ամանի մեջ ասում է, եւ փշերի մեջ ընկած սերմ ասում է, նման ասում է, ես կարդամ այդ տեղը, տեսեք ինչ ասում։ Այսպես է գրված, բայց եւ փշերի մեջ սերմացը նա է, որ խոսքը լսում է եւ այս աշխարհքի հոգսերը եւ հարստության խաբեբայությունը խեղդում են այն խոսքը եւ անպտուղ է լինում։ Այսինքն այդ ապրուստի հոգսերը, այդ շատ ժամանակ այնքան են ծանրանում, այսպես ասած, որ չենք կարողանում անգամ Աստծո խոսքը լսել։ Հիմա կարդում եմ Ելից գրքի 6-րդ համարի ուրեմն 9 խոսքը, ես ամբողջությամբ չեմ կարդա, թե Մովսեսը ինչ ասեց ժողովրդին, բայց այս դրվագն եմ ուզում կարդամ։ Եվ տեսեք ինչ ասեմ, եւ Մովսեսը Իսրայելի որդիների հետ այսպես խոսեց, բայց նրանք հոգու նեղությունից եւ գործի ծանրությունից չլսեցին Մովսեսին։ Բայց նրանք հոգու նեղությունից եւ գործի ծանրությունից չլսեցին Մովսեսին։ Եղբայրներ քույրեր ջան, եթե մեր սրտերում ծանրացած բաներ կա, կարելի է դա պետք է մենք կիսվենք, որովհետեւ Եբրայեցիս 12-ի մեկ համարի մեջ գրված է ամեն ծանրություն դեն գցեցեք, ամեն ծանրություն դեն գցեցեք եւ ջուրավ պաշարող մեղքը։ Ծանրացած մարդը, թե ֆիզիկապես, թե հոգով նեղված մարդը մեղքին շատ մոտիկ է, ջուրին պաշարող մեղքը հեշտ կպաշարի, որպեսզի չպաշարի, Աստծո խոսքը ասում է, որ դեն գցեցեք, հանեցեք ձեր միջից, կիսվեք որևէ եղբոր հետ, քույրիկ հետ, ծնողիդ հետ, մի պահի, որտեղ դա թույլ չի տալու, որ խոսքը լսենք եւ մեր մեջ նա իր պտուղը տա։ Դրա համար ես հորդորում եմ մեզ բոլորիս, որպեսզի
կարողանանք իրապես տեղ տալ, անհոգ չլալ, եթե նեղության մեջ ես, մի մնա այդ նեղության մեջ, փառք Տիրոջը, եղբայրներ ունենք, ծառայող եղբայրներ, կարելի է կիսված, զրուցած, աղոթած, եւ դա վերցում է, ես ինքս իմ կյանքից գիտեմ դա, երբ որ խնդիր եմ ունեցել, կիսվել եմ, վերջը, թեկուզ որ մեղք ա եղել, մինչև չեմ խոստովանել, այսպես ասած, այդ ծանրություն եմ զգացել։ Տերը փառավորվի, Աստված մեզ ողորմություն անի, պահի ես վերջին ժամանակների մեջ, մենք իրոք անհոգ չլանք, եթե զգում ենք այդ անհոգությունը պատել է, ուղղակի աղոթ կանենք, Աստվածին ողորմություն արա մեզի, Տեր Հիսուս ջան, շնորհակալ եմ Տիրոջից, Աստված օրհնի ձեզ, այսքանը կուզեի փոխանցեմ ձեզ, աղոթ